Այսօր դուք բողոքի ակցիա եք սկսել եւ ձեր բողոքի ակցիան շարունակեցիք այստեղ գալով եւ փակ հանդիպում ունեցաք ձեր բնակիչների հետ, ինչ որոշեցիք, ինչ հարցեր քննարկեցիք։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր, որպեսզի մեր կառավարությունը, իշխանությունները հարգեն քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը, որը մեր կարծիքով խաթարված է, խախտվել է։ Բայց իմ կարծիքով խելամիտ առաջարկ եղավ, որ կողմից եղավ այդ առաջարկը, ձեզ հայտնեց։ Կոտայքի մարզի ոստիկանապետը կարելի է ասել, դե խոսել ենք, մարդիկ, որոնք միջնորդել են, առաջարկել են, որ կառավարությունում վաղը 4 հոգանոց խմբի կարող են ընդունել եւ կքննարկվի այդ հարցը, քանի որ մենք ավելորդ խնդիրներ չենք ուզում, պատրաստ ենք այդ քննարկմանը մասնակցել եւ որոշեցինք դադարեցնել բողոքի ակցիան եւ վաղը գնալ քննարկման։ Իհարկե, դրա հետ կապված կան նաեւ դեմ կարծիքներ, բացի թեր կարծիքներից, բայց կոնկրետ իմ կարծիքով ճիշտը հանդիպման գնալն է, որովհետեւ լուրջ մարդիկ անմիջապես օպերատիվ ձևով աշխատեցին եւ կազմակերպեցին, որ վաղը կարծեմ 3-ին կամ 4-ին հանդիպումը կայանա կառավարությունում։ Արդեն ոչ թե նախարարությունում, այլ կառավարությունում, ավելի բարձրաստիճան երևի աշխատող մեզ կընդունի, պաշտոնյա կընդունի եւ մենք կքննարկենք։ Ես կարծում եմ, որ պրոշյանցիները բողոքը դադարեցնելու մտադրություն բոլորովին չունեն եւ միանշանակ ողջունում եմ այդ տեսակետը եւ միշտ կարող ենք մենք բողոքել։ Ես ասում եմ, կարող են պարոն Գագիկ Ծառուկյանի, Մուլջի, Տրանսի միկրոավտոբուսները գալ Պրոշյան, որովհետև միանշանակ մարդիկ կլինեն, որոնք տեղաշարժվելու հնարավորություն չունեն եւ չեն կարող քայլել մինչեւ, ասենք, պաշտպանության նախարարության նախկին շենքի կանգառը, եւ մարդիկ կլինեն, որոնց հարմար կլինի գնալ այդ տրանսպորտի միջոցով, օգտվել այդ տրանսպորտային միջոցից, թող օգտվեն դրանից։ Մեր պահանջը եղել եւ մնում է նույնը։ Միանշանակ պետք է գործի 25 համարը։ Կուզեն թող համարը փոխեն, իրենք գիտեն, բայց երթուղին պետք է մնա։ Եվ քանի որ մենք բոլորս շատ լավ տեղյակ ենք, որ շատ գործարքներ, գործողություններ արվում են GPS քարտեզներով, իսկ GPS քարտեզը ցույց է տալիս, որ Պաշտպանության նախարարության շենքի հարակից տարածքը արդեն Երևան քաղաքի սահման է։ Եվ այսօր իմ լավ բարեկամներից մեկն ասաց, որ Երևան քաղաքն է սպասարկում եւ լուսավորությունը եւ կանաչապատումը։ Այսինքն մենք բազմաթիվ փաստարկներ ունենք, որ դա Երևան է։ Հիմա մենք չենք խնդրում, որ պրոշյանցու իրավունքները պաշտպանվեն, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու տեղաշարժի իրավունքը։ Պրոշյանցի կլինի, ուրիշ տեղից կլինի, ես ասում եմ, այսօր մենք ներկայացնում ենք ոչ միայն Պրոշյանի բնակիչների իրավունքները, որ մոտավորապես 8000 են, այլ նաև Քասախի բնակիչների իրավունքները եւ դրան գումարած դուք լավ գիտեք, երևի նաև տեսակ, որ Պրոշյանը բավականին հարմար տեղադրություն ունի, այսպես ասած, եւ հեռավոր մարզերից, ուրիշ բնակավայրերից շատ մարդիկ գալիս են, որ հենց Պրոշյանում ապրեն, եւ քանի որ Պրոշյանից Երևան գնալը շատ ավելի հեշտ է, սովորում են, աշխատում են այդ բոլոր մարդկանց տեղաշարժի իրավունքը պարտավոր են հարգել։ Իսկ եթե մարդիկ կան, որ կասկածում են, եթե նույնիսկ ես ասեմ, գիտեք կհամոզեմ, չեն բողոքի, իմ ուժերից էլ վեր է, շատ մարդկանց վրա գուցե ազդեցություն ունեմ, շատ մարդիկ ուղղակի հարգում են, ազդեցություն չմտածեք այդպես ճնշում գործադրելու հնարավորություն չէ, ես չեմ աշխատում, հիմա գործազուրկ եմ, բայց մարդիկ կան, որոնք իմ կարծիքը հաշվի կառնեն, իմ կարծում եմ, բայց մարդիկ, որ պատրաստ են բողոքելու եւ շատ ավելի մեծաքանակ բողոքողներ կլինեն, ես չեմ կասկածում։ Երեք դուք հույս չունեիք, ակնկալիք չունեիք փոխնախարարի հետ հանդիպումից, որ դրական պատասխան կունենաք, իսկ վաղվա հանդիպումից ինչ ակնկալիք ունեք։ Ուղղակի սա որակեմ որպես եւս մեկ հնարավորություն։
ուրիշ բան չասեմ, հնարավորություն է։ Եթե իրենք առաջարկում են, կարող էին ասել ոչ, բայց քանի որ ասում բավականին լուրջ անձնավորություններ, լուրջ մարդիկ, նույնիսկ լուրջ պաշտոնյաներ առաջարկեցին հանդիպումը, ու այն էլ այդքան արագ, ուրեմն մեր ձայնը տեղ է հասնում։ Եթե մեր ձայնը տեղ է հասնում, մենք իրենք մեզ են հնարավորություն տալիս, մենք էլ իրենց ենք հնարավորություն տալիս։ Եթե հարցը կլուծվի, շատ բարի, շնորհակալ կլինենք, կմտածենք, որ ժողովրդի ձայնը լսում են։ Եթե չեն ընդառաջի, խնդիրն իրենցն է, ես կհամարեմ խնդիրն իրենցն է, ասել եմ, նորից եմ ասում, բողոքը սոցիալական է, բայց ոչ մի երբ, ոչ միտեղ երաշխավորված չէ ու գրված չէ, որ սոցիալական բողոքը կարող է մնալ սոցիալական շրջանակներում։ Եթե մեր խնդրանք, պահանջ, հորդորը, ուրիշ բառեր էլ կարող եմ ասել, չընդունեն, մտածելու բան իրենք կունենան։ Որ խնդրենք ասեք ձեր պահանջները, որով գնալու եք կառավարություն շատ հստակ։ 25 համարը պիտի մնա երթուղում, վերջ։